Ճանապարհների մշակույթի տան նորոգում, փողոցների գիշերային լուսավորություն։ Իջևան համայնքի Սևքար գյուղում 2018-ից ի վեր իրականացված ամենամյա սուբվենցիոն ծրագրերն են, որոնք շարունակվում են նաև այս տարի։ 2026-ին օրակարգում նաև խմելու ջրի խնդիրն է։ Թեև 2019-ին կառուցվել էին մոտ 100 տոննա տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարն ու 4 կիլոմետրից ավելի գյուղը սնուցող գլխավոր ջրագծերը, իսկ արտաքին ցանցը դեռևս 2016-ին էր վերակառուցվել, սակայն ջրամատակարարման ներքին ցանցը մնում էր խնդրահարույց։ Քանի որ չենք ունեցել ներքին ցանց, բնականոն ջրամատակարարում չի իրականացվել, այսօր կառավարության եւ համայնքի ներդրումով կատարվում է խմելու ջրի ներքին ցանցի ամբողջովին վերակառուցում, որը կընդգրկի մինչև 1200 տնտեսվարող։ Այդ իսկ հարցի լուծումով մենք արդեն կունենանք բնականon մատակարարում եւ կարողանանք նաեւ շահագործել արտաքին ցանցը, որը 31 կիլոմետր հեռավորությունից է Հաստուն գյուղ։ 1970-ականներից ժառանգություն մնացած խմելու ջրի ներքին ցանցը քայքայված էր, ջրի կորուստները գրեթե 50%-ի էին հասնում։ Հիմա դրանք ամբողջովին նորացվում են։ Շինարարությունը սկսվել է փետրվարին։ Նախագծով պետք է կառուցենք մոտ 36 կիլոմետր ջրմուղի ցանց, այս պահին կառուցել ենք մոտ 10 կիլոմետր ջրմուղի ցանց, ունենք կառուցելու օրվա կարգավորման ջրամբար 150 մետր խորանարդ տարողությամբ եւ անհատական տների բաժանորդների միացում ամեն տանը մենք դնում ենք անհատական ջրաչափական հանգույց, որտեղից պետք է բաժանորդները օգտվեն։ Հիմա մոտ աշխատանքների 25% կատարել ենք, խողովակների մոնտաժման փուլում ենք հիմա գտնվում։ Հիմնական աշխատողները տեղի բնակիչներն են։ Խմելու ջրի խնդիրը հրատապ է դարձել հատկապես պետական աջակցությամբ բնակարանաշինության ծրագրով տասնյակ նոր տների կառուցումից հետո։ 165 բնակարան կառուցված է, նոր վերաբացված ծրագրի շրջանակներում եւս կառուցվում են բնակարաններ։ Այդ իսկ պատճառով խմելու ներքին ցանցը մեզ համար խիստ անհրաժեշտ էր, որպեսզի կարողանանք բոլոր բնակիչներին ապահովել խմելու ջրով։ Նախատեսված ժամկետում նոյեմբերին շինարարության ավարտից հետո, ինչպես վստահեցնում են շինարարները, սևքարցիները կունենան շուրջօրյա ջրամատակարարում։ Դիանա Գասպարյան, Գայանեթ Համամյան, Վահեթ Համամյան, լուրեր։